Ողջույն ընկերներ, ձեզ հետ Տոման Ավագյան եւ միշտ դուք կսկսեք դիտել բաց դասի ձայնագրությունը, որը նվիրված էր մրցակցային վերլուծության գործիքներին։ Ես հակիրճ ներկայացնեմ SMM Basics դասընթացի մանրամասները, որը մեկնարկվելու է մարտի 17-ին, ովքեր ներկա էին բաց դասին հենց Zoom-ով տեղյակ են, որ այն պետք է մարտի 3-ին մեկնարկվեր, սակայն չպլանավորված աշխատանքային այց էի ունեցել դեպի Եգիպտոս մեկ շաբաթյա, որը մի փոքր պլանները խախտեցին։ Իդեպ այնտեղ եւս անցկացրել եմ SMM տրեյնինգներ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար, եւ հիմա ձեր ժամանակից շատ չեմ տանի, կներկայացնեմ SMM Basics-ը եւ արդեն հանգիստ կարող եք դիտել դասի ձայնագրությունը, նաեւ ասեմ այն, որ այն հասանելի է լինելու մինչեւ մարտի 17-ը, այսինքն հասցրեք դիտել եւ փորձեք արդեն իսկ կիրառել գործիքները։ Դե ինչ, ես հիմա ներկայացնեմ արդեն SMM Basics-ի մանրամասները։ Ինչպես նշեցի, SMM Basics դասընթացը կմեկնարկվի մարտի 17-ին, ընդհանուր տևելու է 1.5 ամիս, լինելու է 12 դաս on-line եւ 6 հանդիպում off-line։ Օրերի հետ կապված այն կլինի այսպես. երկուշաբթի եւ ուրբաթ կլինեն on-line դասերը, իսկ չորեքշաբթի off-line հանդիպումները, որպեսզի բոլորը հասցնեն կատարել իրենց տնային հանձնարարությունները։ Այստեղ ես իմ մասին եմ մի փոքր պատմում, հա, ընդհանուր ուղղակի ասեմ, որ 9 տարվա արդեն փորձ ունեմ մարքեթինգի ոլորտում, կարող եք մանրամասն կարդալ, ուսումնասիրել, գրեթե ամեն ինչ, հատկապես SMM-ի ոլորտում հասցրել եմ անել, այստեղ նաև թողել եմ իմ կոնտակտները, կարող եք եւս ինձ գտնել եւ հետեւել։ Մի խոսքով բավականին հարուստ փորձ ունեմ եւ ապահով ձեռքերում եք դուք լինելու։ Փոքր այստեղ կարող եք ծանոթանալ նաև նախորդ դասի կարծիքներին, ինչպես տեսնում եք, գրեթե բոլորը գոհ են եղել, հա, արդյունքներից եւ այստեղ գերակշիռ մեծամասնությունը 10-ից 10 է գնահատել նախորդ դասընթացի արդյունավետությունը, սա եւս մեկ ապացույց է, որ հանգիստ կարող եք վստահել եւ միանալ SMM Basics դասընթացին։ Ինչպես նշեցի, լինելու են on-line եւ off-line դասեր, on-line-ները կլինեն Zoom-ով, նաև լինելու են ձայնագրությունները, միշտ լինելու են տնային հանձնարարություններ, այսինքն հենց ամենասկզբից դուք սկսելու եք հրապարակումներ անել, ռիլեր անել, սթորիներ անել եւ այլն։ Ամեն ինչը հենց ակտիվ միանգամից սկսելու ենք, որպեսզի ընդհանուր դասընթացը լինի արդյունավետ եւ առավելագույնս պրակտիկ։ Այսինքն դասընթացը բաղկացած է եւ պրակտիկայից եւ հենց բուն դասընթացներից, այսպես ասած լեկցիաներից, որտեղ կստանաք հիմնական ինֆորմացիան։ Գործելու է բալային համակարգ տնային հանձնարարությունների համար եւ լավագույն ցուցանիշներ ցուցաբերող մասնակիցները, ամենաակտիվները իհարկե աջակցություն կստանան աշխատանքի տեղավորման հարցում եւ պրակտիկայի հարցում, հենց սկսելուց առաջ էլ ձեզ կարող ենք այդ հարցում աջակցել, որպեսզի միանգամից հենց բուն պրոյեկտների վրա աշխատեք եւ միանգամից փորձ ձեռք բերեք։ Հիմա եկեք ծանոթացնեմ դասընթացի ծրագրին, ամենասկզբում, քանի որ տարբեր մակարդակի մասնակիցներ են լինելու, մենք առհասարակ կհասկանանք ինչպես գրանցվել, ինչպես ճիշտ կարգավորումները տալ Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, YouTube-ում, անպայման նպատակ ենք սահմանելու ամբողջ դասընթացի ընթացքում, որպեսզի մոտիվացիան լինի առավելագույնս բոլորիս մոտ։ Մենք մյուս դասով կսկսենք դիզայնը, այսինքն կսովորենք Canva-ով դիզայն անել, ինչի համար, որովհետև շատերը չեն տիրապետում, Canva-ին եւ ինչպես նշեցի, մենք հենց միանգամից պետք է սկսենք հրապարակումներ անել ու շատերի մոտ հենց հարց է առաջանում դիզայնի հետ կապված տեխնիկական մասով, դրա համար սա մի քիչ առաջ եմ գցել։ Կսովորենք դիզայնի հիմունքները առհասարակ, կսովորենք աշխատել Canva-ով եւ կսովորենք անել հրապարակումներ, տպագրական ֆայլերի, պրեզենտացիաների դիզայն եւ այլն, այսինքն Canva-ի գործիքակազմին ամբողջությամբ կծանոթանաք եւ կսովորեք այսպես էֆեկտիվ անել հրապարակումներ եւ ոչ միայն հրապարակումներ։
Հաջորդ դասը նվիրված կլինի մոնտաժի ծրագրերին, CapCut-ին եւ Movavi-ին, իհարկե շատ տարբեր եւ բազմազան ծրագրեր կան, ուղղակի սրանք շատ պրակտիկ են, հարմար են, ընդունված են, տարածված են եւ նաեւ մեր դասընթացից դուրս էլ դուք կարող եք տարբեր կրթական նյութեր բաց հասանելիությամբ գտնել, հա, այս ծրագրերի հետ կապված, դրա համար այս սրանք եմ ընտրել։ Կսովորենք առհասարակ վիդեո կոնտենտի հիմունքները, այսինքն սա միայն տեխնիկական մասը չէ, սա նաև իմաստային սցենարային մասն է, որը ոչ պակաս կարևորն է, ամենակարևորն է։ Մի խոսքով վիդեո կոնտենտի հետ կապված ինչ որ հնարավոր է սովորել ու մեզ անհրաժեշտ է, դա կսովորենք։ Հաջորդ դասին մենք կծանոթանանք մարքեթինգային հոգեբանական թրիգերներին, ինչ են թրիգերները, դա չեմ ասում, կգաք եւ դասին կիմանաք, որոնք շատ կարևոր են։ Կոնտենտի տեսակները կհասկանանք եւ ովքեր որ կսովորենք հարցազրույցներ անցկացնել մասնագետների հետ եւ բիզնեսների հետ, այսինքն ես հարցաշար եմ տալու եւ ուղղակի ձեզ հուշելու եմ, ասելու եմ, թե ինչպես է պետք նախապես հարցազրույց վերցնել, այսպես ասած բրիֆեր լրացնել, որպեսզի հետագա աշխատանքը լինի գրագետ։ Մրցակցային վերլուծություն, այս դասին բավականին գործիքներ եմ ես ներկայացնում այդ բաց դասի ձայնագրության ժամանակ, բայց մենք արդեն իրար հետ միանգամից պրակտիկ ենք անելու, վերլուծելու ենք, ես իհարկե հետադարձ կապ եմ տալու ու օգնելու եմ այդ ամեն ինչը համակարգված եւ միանգամից աշխատանքի մեջ ինչպես հարկավոր է այդպես անել։ Եվ իհարկե կստեղծենք կոնտենտ պլան ըստ կստեղծենք ռազմավարություն եւ կոնտենտ պլան։ Կսովորենք աշխատել թիրախային լսարանների հետ, կհասկանանք նրանց ցանկությունները, մոտիվացիաները, վախերը, առարկությունները, այսինքն սա այն հիմքն է, որի վրա առհասարակ բիզնեսն է կառուցվում, ոչ միայն մարքեթինգը, որ շատ առանցքային նշանակություն ունի հասկանալ թիրախային լսարաններին ու այդ ամեն ինչը մենք սովորելու ենք։ Նաև սովորելու ենք CGM կազմել, այսինքն Customer Journey Map, թե մարդ, ես այսպես եմ ասում, մինչև մեզ չէր ճանաչում ու դառնում է մեր հավատարիմ հաճախորդ ու ֆանատը, ինչ էտապներից հետ ամեն ինչը բաղկացած, սա եւս սովորելու ենք եւ դուք ձեր նախագծերի կամ ձեր բիզնեսների համար կախված թե ինչպես եք սովորելու, սա պրակտիկորեն անելու եք եւ ես կրկին անգամ հետադարձ կապ եմ տալու։ Առանց մետա թարգեթի որևէ SMM դասընթացի իհարկե չի կարող հիմա լինել, կսովորենք նաև թիրախավորված գովազդներ միացնել, տարբեր հնարքներ կիմանաք, կսովորեք կարգավորումները ճիշտ անել, մի խոսքով սա եւս շատ կարևոր մաս է, հատկապես այն հատվածին մարքեթինգի, որը վաճառքներին է ուղղված եւ ոչ միայն վաճառքներին, դրա համար սա եւս սովորելու ենք անել արդյունավետ թարգետ, որպեսզի բիզնեսները արդյունք ստանան։ Կսովորենք copywriting, storytelling, ինչ է դա, այսինքն տեքստերի հետ գրագետ աշխատել, որովհետև մարքեթինգային տեքստերը դա ուղղակի անսխալ գրված տեքստերը չեն, դրանք շատ ավելի խորն են, իրենց ներսում սխեմաներ են թաքնված եւ շատ գաղտնիքներ հիմա չբացեմ, կգաք եւ կիմանաք։ Իհարկե կկազմենք մարքեթինգային ձագարներ, կհասկանանք 10, այսինքն ես ձեզ կներկայացնեմ 10 վաճառքի ձագարներ, որոնք կարողանաք ներդնել ձեր կամ ձեր հաճախորդների բիզնեսների մեջ, ովքեր մի խոսքով սա եւս շատ կարևոր հատված է մարքեթինգում, ոչ միայն SMM-ում, այլ առհասարակ մարքեթինգում, որը չէին կարող որին անպայման պետք է ժամանակ տրամադրեմ։ Կսովորենք աշխատել ավտոմատացումների հետ, այսինքն chat-bot-ի հետ կաշխատենք, ստանդարտ նամակներին, ինչպես պատասխանել նամակներ, կոմենտներ, օրինակ story են անում, այդ story-ին ինչ պատասխան պետք է գնա եւ այլն եւ այլն։ Գործիքները շատ են, հիմա կրկին անգամ չեմ բացում բոլոր գաղտնիքները, որպեսզի գաք եւ դասընթացի ժամանակ մաքսիմում հետաքրքիր ձևով սովորեք։ Ահա, որովհետև chat-bot-ը միայն այդ նամակ ու մեկնաբանությունների մասին չի, խոսքը գնում, ավելի խորը եւ հետաքրքիր գործիքներ կան։ Կսովորենք ֆինանսական հատվածը, դա յունի տնտեսությունը դեկոմպոզիցիան է, ֆինանսական պլանավորում, վերահսկում եւ այլն, այսինքն
մարքեթինգը դա արդյունքի ոլորտ է եւ մենք ուղիղ կապ ունենք բյուջեների հետ, ֆինանսների հետ, դրա համար այս հատվածը եւս չենք կարող բաց թողնել, ուղիղ կապ ունի ընդհանուր բիզնեսի եւ վաճառքների հետ էլ իհարկե։ Եվ մարքեթինգային հավելյալ գործիքներ կուսումնասիրենք, օրինակ նեյրոցանցերի օգտագործումը եւ կիրառումը օֆլայն մարքեթինգում, ինչ հնարքներ կան, որ կարելի է կիրառել եւ այլն։ Այստեղ եւս գաղտնիքները շատ չեմ բացում, որպեսզի դասընթացի ժամանակ լինի առավելագույնս հետաքրքիր։ Ում համար է դասընթացը, ես ասեմ, որ շատերի մոտ է հարց առաջանում, արդյոք սա միայն туриզմի ներկայացուցիչների համար է, թե ոչ, սա բոլորի համար է, հա, SMM մասնագետների, ովքեր ցանկանում են սովորել հիմունքներ եւ համակարգել եղած գիտելիքները, փոքր եւ միջին բիզնեսների սեփականատերերի, ովքեր ինքնուրույն են վարում սոցցանցերը, եւ տարբեր ոլորտների մասնագետների, այսինքն էքսպերտների համար, ովքեր ցանկանում են ինքնուրույն վարել անձնական բլոգ, դա կլինի մասնագիտական կամ ոչ մասնագիտական, ձեզ եւս սա օգտակար է լինելու։ Ինչն է դասընթացի նպատակը, որպեսզի դուք սովորեք արդյունավետ վարել ձեր կամ ձեր հաճախորդների սոցցանցերը։ Առհասարակ մարքեթինգը կրկին անգամ արդյունքի ոլորտ է ու մենք պետք է սովորենք արդյունք տալ, այլապես մենք չենք լինի պահանջված մասնագետ։ Եվ իհարկե ավելացնեք ձեր եկամուտները ձեռք բերված գիտելիքների արդյունքում։ Սկսնակները եւ SMM մասնագետները, ինչպես նշեցի, կստանան հնարավորություն անցնելու պրակտիկա իրական բիզնեսներում եւ հետագայում աշխատելու։ Սա այս հարցը եւս լուծում ենք եւ զբոսաշրջության նորարարության եւ զարգացման ֆեդերացիայի անդամները ունեն 50% զեղչ մասնակցության համար առաջին եւ երկրորդ փաթեթների համար, իսկ իր իրական արժեքը, այսպես ասած, 90,000 դրամ է, այս փաթեթում միայն օնլայներն են մտնում, այսինքն այստեղ ամեն ինչ նույնն է լինելու, միայն մենք 6 օֆլայն հանդիպում չենք ունենալու, այսինքն սա այն մարդկանց է հարմար, ովքեր ֆիզիկապես ուղղակի չեն կարող Երևանում գտնվել, գոնե շաբաթը մեկ անգամ, չորեքշաբթի օրը, եթե կարող եք, ապա իհարկե խորհուրդ եմ տալիս ընտրել այս փաթեթը, քանի որ այդ օֆլայն հանդիպումները շատ ավելի այսպես համ մտերմություն են հաղորդում, համ նետվորքն է աշխատում, հա, ծանոթություններ, ընկերություն եւ մոտիվացիան է ավել լինում։ Դրա համար իհարկե, եթե դուք կարող եք ուղղակի ֆիզիկապես շաբաթը մեկ անգամ գտնվել, ընտրեք այս փաթեթը։ Արդյունավետությունը շատ տրամաբանորեն կլինի ավելի բարձր։ Ես չեմ ասում, որ այնտեղ արդյունավետությունը բարձր չի լինի, բայց այնտեղ ավելի անձնական մոտիվացիան է իհարկե աշխատելու, իսկ այստեղ այդ համախմբվածությունը ավելի լավ արդյունք ձեզ կտա։ Մյուսը անհատական փաթեթն է, որը անմիջապես ձեզ հետ մշտական կապի մեջ եմ լինելու, այստեղ արդեն ֆեդերացիայի համար -25% զեղչ է գործում, իսկ մնացած պարագայում 200,000 դրամ արժե։ Այսինքն լրիվ նույն ամեն ինչ մնալու է, ուղղակի հենց ձեր անձնական բիզնեսի հետ կամ հենց ձեզ հետ ավելի ինտենսիվ է աշխատանքը գնալու, հա։ Մի խոսքով, ովքեր հետաքրքիր են, ինձ կարող եք գրել, ես կմանրամասնեմ։ Ասեմ նաև, որ ովքեր այս պահին, այսինքն գումար տենց չունեն մի կողմ դրած, որ կարող են միանգամից տրամադրել, գործում է նաև Rocketline ու Pay Later, այս տարբերակը եւս կա, ում հարմար է, դա արդեն դուք եք որոշում, հա, եթե ցանկանաք, կարող եք այս հետվճարային տարբերակից օգտվել, ում հետաքրքիր է, ինձ կգրեք, կներկայացնեմ, սակայն ովքեր շտապ են եւ մինչեւ մարտի 14-ը ամրագրեն իրենց մասնակցությունը, կստանան 30% զեղչ, սա վերաբերվում է ոչ այն մարդկանց, ովքեր ֆեդերացիայի անդամ չեն զբոսաշրջության եւ նորարարության։ Այնպես որ սա եւս հաշվի առեք եւ աշխատեք շուտ դիմեք, հատկապես որ տեղերը սահմանափակ են, այսինքն մեծ խումբ սա չի լինելու, ավելի շատ անհատական աշխատանքը շատ է լինելու, դրա համար մեծ խումբ չեմ հավաքելու, շտապեք ամրագրել։ Եվ ընդամենը 5,000 դրամով կարող եք իրականում ամրագրել զեղչված արժեքը, դրա համար դա եւս խնդիր չէ, իսկ մյուս վճարը կամ 50-50 է լինելու կամ միանգամից կվճարեք դասընթացից առաջ, դա եւս այսպես չկունենք արել, որպեսզի ֆինանսական ինչ-որ մեծ դժվարություններ դուք չզգաք, այսինքն վճարը բաժանվի մարտի եւ ապրիլի մեջ։
Այսքանը դասընթացի հետ կապված, այստեղ թողել եմ իմ կոնտակտները, միանգամից հաշվի համարը, որ կարող եք միանգամից կանխավճար ուղարկել եւ ամրագրել, եւ խնդրում եմ ինձ հետ կապ հաստատել կամ Facebook-ով կամ Instagram-ով, ես ձեր հարցերին կպատասխանեմ եւ նաեւ ձեր ամրագրումները կհաստատեմ։ Այսքանը, անցնենք արդեն հենց բաց դասը դիտելուն։ Առաջի գործիքը, որը ես ուզում եմ այսօր ներկայացնեմ, դա հենց Meta-ի Add Library գործիքն է, որի միջոցով մենք կարողանում ենք տեսնել բոլոր աշխարհի բոլոր երկրների գովազդները, բոլոր երկրների գովազդները ըստ կատեգորիաների, կարող ենք առանձին ընտրել վիդեոներն ենք ուզում նայել, թե պայմանական նկարները, այսինքն հեսա մենք իրար հետ դա կանենք, այստեղ մարդ կա, որ մինչև այդ իմացել է առհասարակ այս library-ի մասին, կամ օգտագործել է, եթե ձեր համար նորություն է, մեկ գրեք, ես պատկերացնեմ։ Հա, Լուսիկն է արել, ոնց հասկացա։ Մեկ, օքեյ։ Սա շատ լավ գործիք է, հատկապես այն մարդկանց համար, ովքեր արդեն իսկ թարգեթ են անում, հա, թիրախային գովազդներ են միացնում ու թիրախային գովազդներ անելու համար շատ լավ գործիք է, հատկապես սկսնակների համար, որպեսզի պատկերացնեք, թե ինչ է կատարվում, հա, ոլորտում ու ինչպիսի գովազդներ են գնում։ Օրինակ, մենք հիմա այստեղ ինչ ոլորտի ներկայացուցիչներ կան, կարող ենք իրար հետ նայել, թե ձեր ոլորտում ինչ տիպի գովազդներ կան։ Կարող եք հենց հիմա էլ գրել։ Այստեղ ես մի քանի բան էի արդեն ինչ ոլորտի ներկայացուցիչ գրեք մեկնաբանություններում, հենց հիմա իրար հետ նայենք, որ այսպես ավելի ակնառու լինի։ Այս էլ ասեմ, լինքերը կուղարկեմ, հա, այս բոլոր սերվիսների, որ հիմա ցույց եմ տալիս, Zoom-ից հետո անպայման կհրապարակեմ էջերում, չեք կորցնի, հիմա ուղղակի ինֆորմացիան, խմորեղեն, ահա, տորթեր, պայմանական, հիմա այստեղ գրում եմ բանալի բառ, օրինակ տորթ, ու այստեղ տեսեք արդեն ինչ-որ կոնկրետ էջեր է հարցնում, ու enter տվեցի, էլի։ Այսինքն մենք այստեղ կարող ենք կամ բանալի բառեր գրել, կոնկրետ, ձեր ոլորտի, օրինակ հյուրանոց նույն, կամ տորթ, կամ չեմ, պատվերով կահույք, ով ինչով զբաղվում է, կամ տուր դեպի Եգիպտոս, կամ ուղղակի Եգիպտոս, կապված թե ինչ ենք անում, երկու ձև կա, հա, նայելու, կամ բանալի բառ ենք գրում, ու այստեղ իջնում ենք ու այս պահին աշխատող բոլոր գովազդները ակտիվ մենք տեսնում ենք։ Ցավոք սրտի մենք չենք կարող տեսնել, թե ինչ արդյունավետություն ունեն, հա, գովազդները, այսինքն այս չի, թե ինչ-որ մրցակից այս գովազդը միացրել է, ուրեմն ինքը 100%-անոց լավ գովազդ է, չէ, բայց ընդհանուր մենք կարողանում ենք տեսնել, թե ինչպիսի գովազդներ են միացնում։ Այստեղ մենք ունենք նաև ֆիլտրների հնարավորություն, կոնկրետ լեզուն ընտրելու, օրինակ չնեմ, պայմանական Հայաստանում ենք ման գալիս, բայց օրինակ ռուսալեզու գովազդներ, այստեղ կարող ենք այս հատվածում նշել ենք երկիրը, հա, այստեղ նաև արդեն լեզուն կարող ենք առանձին նշել։ Կարող ենք նշել թե կոնկրետ որ բիզնեսի գովազդներն եք ուզում տեսնել, այսինքն այս բանալի բառով արկա բոլոր էջերը, որտեղ հիմա գովազդ է արկա, այստեղ հիմա բերել է։ Կոնկրետ թիրախային կարող ենք մրցակից վերլուծել, կարող ենք կոնկրետ պլատֆորմա, օրինակ եթե ինչ-որ բիզնես կա, որ կենտրոնացած է հենց կոնկրետ Instagram-ի վրա, մեզ էլ մնացածը հետաքրքիր չի, ուղղակի կարող ենք այստեղ ընտրել Instagram եւ կտեսնենք միայն Instagram-ում ակտիվ գովազդները։ Կարող ենք ընտրել տեսակը, ինչ ենք անում, նկարով, թե վիդեոյով, ու հիմնականում դրանք լինելու են վիդեո կամ նկար, մեծամասամբ էլի, տենց մեմեր դրված գովազդ գնա, կարող եք այստեղ ուղղակի թողնել all media types, բայց այդ հնարավորություններ կա, եթե պայմանական պատրաստվում եք վիդեո կոնտենտ նկարել գովազդի նպատակով, այստեղ ուղղակի ֆիլտրների մեջ կարող եք դա էլ նշել։ Այստեղ կա activates, inactivates եւ երկուսը միասին, կարող են երկուսը միասին թողնել,
Եվ տեսնել, բայց դա մեզ հիմնականում հետաքրքիր է, կարծում եմ, ակտիվ գովազդները։ Մի խոսքով, այս սրանք մեր ֆիլտրներն են, հա, նաև ժամանակահատվածի հետ կապված կարող են կոնկրետ ժամանակահատված ընտրել ու տեսնել, թե այդ ժամանակահատվածում ինչ գովազդներ են գնացել։ Այս են շատ պարզ ինչ որ ֆիլտրներ են, բայց շատ օգտակար ու համոզված եմ, նորից եմ ասում են մարդիկ, ովքեր նոր են հա սկսում թարգետ հանել, դեռ այսպես ասած աշկը տեսած չի կամ ուղղակի ընդհանուր շուկայում պատկերացնեք ինչ տիպի գովազդներ են ֆռում, շատ լավ գործիք է։ Եկեք հիմա մի հատ ուրիշ ոլորտի համար կոնկրետ edge ասեք, օրինակ ինչ-որ մրցակցիչ կամ ձեր edge-ը, եթե edge ունեք, ինչ-որ մեկը, հիմա կարող եք ինձ այստեղ գրել, ցանկալի լինք մի անգամից, հա, ուղարկեք։ Ես այստեղ post տամ ու տեսնեմ, թե ձեր մոտ ինչ գովազդներ են գնում։ Այսինքն մենք ունենք երկու տարբերակ, կամ կոնկրետ edge ենք նշում, կամ բանալի բառ ենք նշում ու տեսնում ենք այդ բանալի բառով աշխատող գովազդները։ Օրինակ այստեղ ինչ-որ մարդ կա, որ հիմա իր edge-ում գովազդ է ֆռում։ Ուրիշ ինչ-որ edge նայենք, պայմանական հյուրանոցի ոլորտ էի գրել, Երևան City, եկեք Երևան City նայենք, օքեյ։ Դուք ես կարող եք հետո մտնել, տես լավ ուսումնասիրել, փորփրել, ձեր բոլոր մրցակիցներին տեղը տեղի նայել, տեսնեք, թե ինչ է կատարվում։ Հաստատ ահագին ինֆորմացիա կվերս, ես չհասկացա, ինչ որ ուրիշ է ջրված է, Երևան City։ Այսա Երևան City Green Line իրենց սուպերմարկետներից է, օրինակ։ Իրենց այս Green Line-ի ուղղությունը ընդհանրապես մի հատ գովազդ է իմ աշխատասնում։ Լավ, այստեղ եկեք հիմա շատ շեշտ չդնեմ, այսինքն ուղղակի իմացեք, որ sense բան կա, ու ձեր ցանկացած մրցակցի հետ կարող եք մտնել, ուսումնասիրել, թե այս բանը ինչ գովազդ է ակտիվ։ Հա, այստեղ մեկ էլ ուշադրություն դարձրեք։ Նայեք, այստեղ ֆիլտրների մեջ մենք ունենք տարբերակ, չէ՞, Գոհարը հարց է տվել ընթացիկ, թե չէ։ Ֆիլտրների մեջ մենք այստեղ ունենք տարբերակ active ads, inactive ads կամ բոլորը։ Կոնկրետ այս պահին ինձ մոտ միացրած էլ active ads-ը, դրա համար մենք տեսնում ենք միայն active ads-ը։ Դուք կարող եք ֆիլտրների մեջ ընտրել, բայց դրա ինձ թվում է մեզ հիմնականում հետաքրքիր է ակտիվ գովազդները, էլի։ Այս հա, մեկ էլ ինչ էի ասում, այստեղ մենք երբ որ ոչ թե ֆիլտրով ընտրել ենք, որ կոնկրետ placement, այսինքն ցույց տա, placement-ը դա այն բանն է, որտեղ մեր գովազդը երևալու է։ Այստեղ էլի երևում է, այսինքն այն գովազդները, որ Facebook-ում էլ է երևում, այդ իրենց audience network-ում էլ է երևում եւ այլն, այդ բոլորը մենք այստեղ տեսնում ենք։ Հիմա պայմանական կարանք մի հատ ուրիշ ինչ որ բիզնեսի edge գրենք, ինչ նա բրենդ ասեք, ինչ բրենդ եք ուզում գրեք մեկնաբանցնոր, հայտնի բրենդ։ Դուք լավ հայտնի բրենդ։ Ինչ ոլորտի ուզում եք, մի հատ մեկնաբանություն գրեք, որ ցույց տամ։ Չէ, Արման ջան, եթե դա լիներ, մենք պրոբլեմ չենք ունենա, ցավոք սրտի, այդ արդեն չենք կարող թիրախը եւ այլն չենք կարող, բայց կարող ենք տեսնել, նորից եմ ասում, տեսեք, ես որ ասում եի 10 րոպեից անջատվելու նույն հղումով կմտնենք։ Պումա, օքեյ, Պումա, տեսնենք Պուման ինչ գովազդներ է, բայց Հայաստանում, չէ՞։ Ահա, Պումա Արմենիա։ Այս պահին Պումայում ընդհանրապես այս մի գովազդն է ակտիվ։ Մի խոսքով, այսինքն այստեղ հիմա շատ չեմ ուզում բան, այսքանն էլ իր գործիքակազմը, բայց ինքը երևի իր պարզության մեջ էլ հենց լավն է, կմտնեք հետո կփորփրեք ձեր մրցակիցներին, ձեր ոլորտը լիքը բան կգտնեք։ Եկեք, եթե այս պահով հիմա հարց չունենք, ունենք այս գործիքի հետ կապված հարց։ Ես արդեն անցնեմ մյուս գործիքին, եթե չունենք։ Ոնց որ թե չունենք։ Իսկապես ամեն ինչ շատ պարզ է, ուղղակի պետք է իր մասին իմանալ, որ մտնեք փորփրեք։ Ահա։ Ուրեմն մյուս գործիքը, որը ես շատ եմ սիրում, հատկապես ինֆլուենսեր մարքեթինգի օգտագործման համար, մենք այս Trend Hero get.io
այս կայքի մասին է խոսքը գնում, սա հենց Instagram-ի համար է նախատեսված։ Մենք կարող ենք այս կայքի միջոցով կամ կոնկրետ օրինակ ինչ-որ ինֆլուենսեր կա, որ մտածում ենք իրեն արժի դիմել, մենք կարող ենք այստեղ իրեն ուղակի գրել ու տեսնել իր edge-ի engagement rate-ը։ Եկեք հիմա մի հատ ցանկացած edge ասեք Instagram-ի, կարող եք ձեր edge-ը ասել, կարող եք ինչ-որ ձեր սիրած ինֆլուենսերի edge ասել, որ մտածում եք արժի իրեն դիմել, թե չէ։ Հենց հիմա կարող եք գրել, մենք այդ մարդու edge-ը հայ դալեք, okay։ Հայ դալեք, սենց էր, չէ՞ գրվում։ Ահա։ Տեսնենք, թե Ռաֆոյի մոտ ինչ արդյունքներ ա։ Սա engagement rating, այստեղ կա վճարովի տարբերակ ու անվճար տարբերակ։ Ես անկեղծ ինձ միջև հիմա պետք չէ եկել իր վճարովի տարբերակը, դրա համար ինձ մոտ հիմա այս բոլորը ինչ որ կա անվճար տարբերակներով ա։ Նայեք, Ռաֆոյի մոտ engagement rate-ն ենք մենք հիմա այստեղ մենակ տեսնում 5.55% է, որը այս լսարանի համեմատ բավականին լավ ցուցանիշ է։ Ու երեք իսկ ու հետ էինք խոսում, որ իրենից գիտեմ, որ գոհ են մարդիկ լինում գովազդատուները, ու այս էլ էլի ապացույց, որ 5.55%-ը իսկապես բավականին լավ ցուցանիշ է այս թվի համար։ Սովորաբար որքան լսարանը շատ է լինում, այդքան engagement rate-ը քիչ է լինում, իսկ 150,000 հետևորդի համեմատ 5.55%-ը բավականին լավ ցուցանիշ է։ Ում եք նշել, այստեղ Միքայել Մարիամ, ձեր էջն է, իվարկյալ, եկեք, Սա իմիջայլուս մրցակիցներին էլ է, էլի հնարավոր այսպես, միայն բլոգերներին չէ, այսինքն ձեր մրցակիցների էջերն էլ կարող եք այստեղից կոպի ենք անում, այստեղ ինչ-որ մեկի ձայները մտածել է, էլի անջատեք, Լավ է դրանամ այսօր iPhone 10 Ահա, Նազենի Հովանիսյանի մոտ օրինակ engagement rate-ը 1.29% է։ Այս էլի այս լսարանի համար նորմալ է, հա, այսինքն պետք է շատ ակտիվ հենց բլոգինգով զբաղվել, որպեսզի engagement rate-ը շատ լինի, որպես բլոգեր անկեղծ այդքան շատ չի, բայց եթե ինչ-որ մարդ կա, որ մտադիր է Նազենին դիմի գովազդի համար, դա արդեն կախված է գումարի չափից, հա, այս պահին անկեղծ չգիտեմ, թե ինչ արժի իր մոտ գովազդը, այսինքն ուղղակի պետք է այս թիվը նայեք, իր ցուցանիշները նախորդ նայեք ու այստեղ ոնց որ մի փոքր ինֆլուենսեր մարքեթինգից էլ խոսեմ, բնականաբար երբ որ ինչ որ մեկի դիմում են գովազդի համար, պետք է նախկին արդյունքները ուզել, ցուցանիշները edge-ի ուզել ու շատ ցանկալի է մինչև դիմելը խորհրդակցել մարդկանց հետ, ովքեր արդեն իսկ նրանց հետ աշխատել են ու ոչ թե մի հոգու հետ, այլ մի քանի հոգու հետ, որովհետև կարող է մեկ հոգու մոտ չեն, դա իրենք սովոր են դրան, նեղանալու հարց չկա, դա աշխատանքային հարաբերություններ է, էլի, նորմալ է, ոնց որ ինչ-որ մեկը, որ աշխատանքի է փորձում ընդունվել, իր CV-ն նայում են, չէ՞, տեսնեն, թե ինչ արել, ինչ չարել, բա ձեր գումարը պետք է տակ չիմանաք, թե մոտավորապես ինչ է սպասվելու ու առհասարակ ես նույնց եմ ասում, ցանկալի է շփվել տարբեր մարդկանց հետ, ովքեր իրեն դիմել են ու հասկանալ, թե ինչ արդյունավետություն է եղել, դա լրիվ օքեյ է, ոնց որ ասում է, ничего личного, только бизнес։ Okay, էսի հասկացանք, այս մասով մենք մտնում ենք կոնկրետ էջերում մեզ հետաքրքիր է ուսումնասիրում ենք, կարող ենք մրցակիցների էլ, կարող եք ձեր էջերներ, կարող եք ձեր պոտենցիալ հա ինֆլուենսերների ում որ ցանկանում եք գովազդ իրենցից գնել եւ ունենք երկրորդ շատ լավ գործիք, որը ես էլի շատ եմ սիրում կրկին անգամ էլի կարող եք այստեղ գտնել ձեր պահանջներին համապատասխան բոլոր մրցակիցներին կամ ոնց իմանաք ուղղակի իրանց գրում եք գները շատ հաճախ փոփոխվում են այո պետք է իրենց հետ խոսեք գները փոփոխվում են հատկապես այն մարդկանց մոտ որ աճ են գրանցում պետք է տեղում իրենց հարցում անեք ու տեսնեք ուրիշ տարբերակ չկա բլոգերների հետ աշխատելու անձնական շփումով։ Այս գործիքով մենք ուղղակի
Մենք ուղղակի իրենց գտնում ենք, վերլուծում ենք նախնական, այսինքն այս չէ, էլի որ մենակ այս Trend Hero-ով մտանք, նայեցինք ERS քանա ու վերջ։ Անպայման պետք է մի հատ պատվիսկա լինենք, մի փոքր հետևենք իրենց, եթե ի սկզբանե չէինք ճանաչում, հասկանանք ինչքանով է այդ մարդու էջը մեր բրենդին համապատասխան ընդհանուր կոնցեպտին եւ այլն, ինչքանով է ուղղակի այդ մարդուն մի քիչ պետքա հետևել ու հասկանալ, թե իմաստուն է իրեն դիմել, թե չէ։ Okay, հիմա այստեղ մեր իմացած բլոգերների էջերի ER-ը, եթե այստեղ նկատեցիք կային ուրիշ ցուցանիշներ էլ, բայց այդ կարող եք ուղղակի հատ էջերը մտնել ու ուսումնասիրել, հա, կոմենտների պահը, լայքեր եւ այլն ու հենց իրենցից ստատիստիկա ուզել, դա նորմալ է։ Իսկ մյուսը մենք կարող ենք գտնել մեր պահանջներին համապատասխան էջեր մրցակիցների ու բլոգերների, ինչպես նշեցի, հիմա ես սրանք սաղ մաքրեմ, որ զրոյից ցույց տամ, հա, ոնց է պետք անել։ Մի խոսքով, այստեղ բոլորը հուսով եմ ռուսերեն, հա, իսկույն չի հասկանում ռուսերեն, ես քեզ կօգնեմ հետո։ Այստեղ մենք ընտրում ենք ուրեմն կատեգորիան, թե ինչ ոլորտի բլոգ ենք ուզում մենք գտնենք։ Օրինակի համար մեզ հետաքրքիր է բլոգեր, որտեղ կա ճամփորդություն, ընտրում ենք ճամփորդություն, կարող ենք միքսել, հա։ Օրինակ beauty ոլորտը մեզ հետաքրքիր, beauty ոլորտի ներկայացուցիչներ կարող ենք ընտրել մակիաժ, ուխոձանակցիան, ուխոձակոժի, այսինքն հասկացաք, ձեզ հետաքրքրող ոլորտի բոլորս պտիչկաները դնում ենք եւ գտնում ենք։ Հիմա այստեղ պայմանական պուտեշեսթվիա ես նշեցի, լոկացիան ենք նշում, այստեղ ավտոմատ Արմենիա է արդեն բերում, լեզուն ենք նշում, մեզ եթե հայալեզու թիրախի համար ենք աշխատում, բնականաբար, ոյ, ես արմյանսկի գրեմ, արմյանսկի, կարող եք տիպ ակաունտը նշել, կարող եք չնշել, ու եթե մրցակիցներ եք ման գալիս, ավելի ճիշտ կլինի այստեղ բրենդը, հա, բրենդի վրա նշեք, եթե ինֆլուենսերներ, ինֆլուենսեր, բայց այս պահին եկեք ես հիմա ոչ մի բաներ չնշեմ, աչից տամ ուղղակի։ ER-ը կարող եք նշել, այսինքն engagement rate-ը, եթե ուզում ենք այնպիսի բլոգերի դիմենք, որ շատ լոյալ ու ակտիվ աուդիտորիա ունի, ցանկալի է գոնե 3%-ից սկսենք, բայց պետք է ուսումնասիրեք, էլի, թե ձեր ոլորտում ինչ է կատարվում։ Կարող ենք ընտրել հստակ հետևորդների քանակ, թե ինչքանից ընդհանուր միջև 1000 հետևորդ ունեցող մարդկանց մենք կարող ենք գտնել։ Դա շատ ակտուալ կարող է լինել, օրինակ ինչ որ beauty ոլորտում պայմանական վարսահարդարների ենք ուզում գտնել, ու իրենց ինչ որ առաջարկով հանդես գալ, միանգամից շատ մարդ է մեզ պետք գտնել, ձեռքով չենք մտնում, հա, անում, լիքը վարսահարդար կա, որ մինչև 10,000 follower ունի, ու այսպես կարող ենք ցանկով իրենց գտնել ու հանել, ձեռքով էլ ման չգալ, էլի, այսինքն նպատակները շատ տարբեր են այս գործիքի, կարող եք համ գործընկերներ գտնել, կարող եք համ ինֆլուենսերներ գտնել, կարող եք համ մրցակիցներ գտնել, այստեղ մի խոսքով, այստեղ հիմա պայմանական կարող եմ նշել, որ 5000-ից ավել հետևորդ ունեցող մարդիկ լինեն, количество պատվիսը կարող եք պայմանական միջև 1000 նշել կամ կարող եք չնշել, այդքան էլ պրինցիպիալ չի, էլի, պուբլիկացի կարող եք պայմանական 50-ից ավել նշել, որ ակտիվ էջ լինի, դեսերը ուզում եք նշեք, ուզում եք մի նշեք, կախված ձեր թիրախից, ես այստեղ պուտեշեսթվիա եմ նշել, ինձ համար մեկ է, կոպիտ ասած, այդ ինֆլուենսեր աղջիկ կլինի, թե տղա, տարիքն էլ է ինձ մեկ, լայքի հիմա ER-ը արդեն նշել է, այդքան էլ չեմ խորանա, կատեգորիան էլ կարող եք նշել, եթե ձեզ համար այսպես կարևոր է, բայց ես էլ հիմա չեմ նշել, այստեղ personal blog, artist, business, art, այսինքն տարբեր կատեգորիաներ կա, հիմա մարդիկ կարող է ինչ-որ բլոգ վարեն, բայց պայմանական բիզնես էջի տակ, էլի, դրա համար էտը չեմ նշում։ Наличие контактов, էլի ես պահին անիմաստ է,
Նայեք, обязательное слово մեկը մինուս слово, օրինակ կարող է այստեղ сотрудничество բառը գրենք կամ հայերեն համագործակցության կամ համագործակցություն, որ մի անգամից են էջերը բերի, որ օրինակ իրանց բիոյում գրած է համագործակցության համար դիմեք եսի միջ, բայց բոլորը տարբեր ձև են իրենց էջերը լրացնում, դրա համար ես այստեղ չէի կպնի էլի, Կարևոր է իմ համար այս ցուցանիշը, որ ակտիվ էջ լինի, հա, այսինքն էջեր կան կարող է 100,000 պատվիսչիկ ունենան, բայց մի տարի առաջ իրենց post տարած լինեն, այսինքն ոչ ակտիվ բլոգ է, դա էլ մեզ հետաքրքիր չի, ինֆլուենսերների հետ է կապված։ Մի խոսքով, այստեղ նշեցինք մեր պահանջները ու արդեն տալիս ենք նայծի։ Ու մեր պահանջներին համապատասխան էջերը մեզ ցույց է տալիս։ Այսինքն, եթե մենք այնտեղ նշել ենք պուտեշեստրիա, դա պարտադիր չէ, որ բոլորը հենց կոնկրետ նեղ թիրախային travel բլոգերներ լինեն, բայց այս մարդկանց մոտ ուրեմն կա այդ ճանապարհորդական նաև կոնտենտ, այսինքն իրենց մոտ նաև այդպիսի կոնտենտ կա էլի, որ հենց կոնկրետ նեղ այդ թիրախային բանն է։ Այստեղ վճարովի տարբերակով արդեն ամբողջ ցուցակն է մեզ ցույց տալիս, բայց եթե ուզում ենք անվճար տարբերակից օգտվել, այստեղ պայմանական ուղղակի պետք է քիչ-քիչ ֆիլտրներով անցնենք, էլի, օրինակ, չգիտեմ, առաջին մասով հավաքենք մինչև 5-ից 10,000 հետևորդ ունեցող մարդկանց, հետո 10-ից 20,000, եթե այսպես մի անգամ պետք է գործ անենք, ինձ թվում է կամ չգիտեմ, ամեն օրվա կատարվող աշխատանք չի, էլի, բլոգերներ մասսայական մանգալը, ինձ թվում է կարելի է այսպես անել, էլ չվճարել բանի համար, այս տարիֆը էլ չառնել, իմ կարծիքով լրիվ բավարար է, կարող եք այստեղ քիչ-քիչ հանել բոլորին։ Ես այդպես եմ միջև հիմա արել, ինձ հերիք էլ է։ Այս ծրագրի հետ կապված ինչ ունեք, կասեք բլոգերի համար ինչ դասընթաց է պետք սովորել եւ ինչպես կարող ենք անել, որ հանրային դեմք չլինենք, բայց շատ հաջող բլոգեր լինել հետագայում Արա Ստեփանյան։ Հաջող բլոգեր լինելու համար ամեն դեպքում պետք է դեմք երևա, սենց ասեմ կարճ։ Ընդհանուր առմամբ կարող եք մեզ եմ basics-ին էլ սովորել, այսինքն այնպիսի բաներ եմ սովորեցնելու, որ առհասարակ բոլորին է դա պետք լինելու, բայց հանրային դեմք չլինելու հաջող բլոգեր լինել շատ մի քիչ բարդ բան եք ասում, անկեղծ լինեմ, էլի։ Այդ հենց այս դասերը նախապատրաստում հենց այդ թեմայով, որ թե ինչ է պետք անել, որպեսզի կոնտենտը հաջող աշխատի ու ամենակարևոր ցուցանիշներից մեկն է, որ մարդ երևա ու ցանկալի է, այսպես խարիզմատիկ մարդ երևա։ Ինֆլուենսեր ինչ գործողություն են իրականացնում, այսինքն բլոգեր, ինֆլուենսերը դա բլոգերն է, հա, էլ կերպ ասած ինֆլուենսեր են ասում, այսինքն կարծիքի առաջնորդ Պետք է Արման ջան ուսումնասիրեք, ես նորից եմ ասում, իմ սուբյեկտիվ կարծիքները ես այդքան էլ չեմ ընդունում։ Պետք է, եթե ինչ-որ ուզում եք էջի դիմել, իրենց էջին էլ պետք է գրեք ու ցուցանիշներ ուզեք ու ձեզ դա ուղարկեն։ Ու եթե հաստատ ուզում եք նենց ինֆլուենսերի դիմեք, որ կաշխատի, նորից եմ ասում, պետք է շփվել այլ գոլեգաների հետ ու հարց ու փորձ անել, հասկանալ, թե որն է աշխատել, որը չէ։ Հա, այդ հիմնակ պահանջված բլոգերներին ես ձեզ ասեմ, շատ դժվար են կապի դուրս գալիս ու շատ հաճախ պետք է լինում ծանոթ խառնել։ Պես որ ինչ ասեմ, դա է։ Այս Trend Hero-ի հետ կապված հարց ունենք, եթե չունենք, ես անցնեմ մյուս գործիքը ներկայացնեմ։ Ես վերջում իմեջեր եւ այլն կուղարկեմ, իմիջայլուս բլոգերի հետ կապված։ Постройки Ես конференции. հիմա էլ քոնն եմ միած, այս լավ всё։ Բլոգերի հետ կապված այս պահին ամենալավ արագ աճող, որ օրգանիկ, հա, օրգանիկի մասին է խոսքը գնում, ամենաարագը դա կարելի է բլոգ աճացնել TikTok-ում ու YouTube-ում, ցավոք սրտի Հայաստանում դեռ YouTube Shorts-երին այդքան ուշադրություն չեն դարձնում, բայց իմ մոտ ես նույն կոնտենտը տարբեր տեղեր հրապարակել եմ ու նման արդյունք ոնց որ YouTube-ում ա եղել, էլ ոչ միտեղ չի եղել։ Այս ուղղակի հաշվի առեք, հա ոչ ես
Տեսա հարցը։ Ուղղակի հաշվի առեք, որ այս պահին օրգանիկ ամենալավը աշխատում է YouTube-ն ու TikTok-ը, Instagram-ում ամեն դեպքում ֆինանսու շատ ջանք է պետք ավելի ներդնել, որպեսզի Instagram-ում ավելի դանդաղ է այդ ամեն ինչը լինում, քան մնացած հարթակներում։ Այդ ուղղակի որպես ինֆորմացիա իմ էջերով ես հետո կկիսվեմ։ Այսինքն ես հիմա ես չի տենց բլոգեր եմ, բայց մասնագիտական նյութեր տեղադրել եմ ու ամենահաջողը ստացվել է Ահա, լավ, նորից հարցը կրկնեմ, Trend Hero-ի հետ կապված եթե հարցեր չունենք, այս պահին այսքանն էր մեզ հետաքրքիր էլի, այսինքն այս գործիքները, հետո վճարովի տարբերակով մենք կարող ենք ցուցակներ հանել հենց այստեղ, կարող ենք սրավնենյաներ անել, համեմատականներ անցկացնել եւ այլն, բայց այսքանը համոզված եղեք, որ մտեք ուսումնասիրեք, արդեն լիքը ինֆորմացիա կվերցնեք։ Լավ, ոնց որ թե Trend Hero-ի հետ կապված հարցեր չկա, լինք կթողնեմ, կմտնեք, կբզբզակ։ Անցնեմ մյուսին, այդ Popsters հարթակն է, որտեղ արդեն մենք կարող ենք ոչ միայն Instagram կամ Facebook ուսումնասիրել, այլ այս բոլոր սոցցանցերը։ ВКонтакте, Facebook, Instagram, Telegram, Twitter, YouTube, Одноклассники, TikTok։ Այսինքն այս բոլոր սոցցանցերի մրցակցային վերլուծություն ու ձեր էջերի վերլուծություն մենք կարող ենք անել։ Ճիշտն ասած իմ անձնական Facebook-ով ես չէի ուզում մտնել, դրա համար Facebook չեմ կցել, բայց եկեք օրինակ չնեմ YouTube-ի օրինակով ցույց տամ, թե ինչպես է պետք անել։ Նայեք, այստեղ հիմա ինչ որ կարող եք ցանկացած ինչ որ YouTube-ի ալիք ասել, որ ուզեք այդ ալիքի ցուցանիշները տեսնել։ Կարող եք հայ, կարող եք ամերիկացի, կապ չունի, աշխարհի որ կետի բլոգեր ուզում եք, Mr. Beast-ին նայենք։ Մարի Հար, հայտնի բլոգեր է, եկեք հայտնի մարդկանց անուններ ասեք։ Պայմանական այս աղջկա էջա, մենք հիմա կարող ենք այստեղ հղումը դնում ենք, հղումը copy-paste ենք անում ու բոլոր էջերին այդպես է, այսքան ինչ-որ մրցակցի էջ նայելու համար, ուղղակի հղումը copy-paste ենք անում։ Այստեղ կարող ենք նշել ժամանակահատվածը, օրինակ կամ մտնենք կալենդարով հստակ նշենք, կամ օրինակ մի ամսվա կոնտենտը հասկանանք, թե ինչ է արվել ու այստեղ զագրուզից տանք։ Okay, հիմա եկեք այս գործիքը նայեք ու այսպես այդ բոլոր նշված սոցցանցերը, հա, հիմա բոլորով չանցնեմ, էլի հղումը կթողնեմ, կմտնեք ինքը անվճար որոշակի ժամանակ է թողնում, այդ անվճար ժամանակով որքան կարաք ինֆորմացիա վերցրեք։ Այդ ժամանակահատվածում հրապարակված բոլոր հոլովակները մենք տեսնում ենք ու տեսնում ենք այդ հոլովակների արդյունքները ER-ը դա իմ engagement rate-ն է, այսինքն ներգրավվածության տոկոսը, իմիջիալուց 17%, այդ շատ լավ է, ընտիր է։ Այսինքն այսքան լայք, մեկնաբանություն, իրար share եւ այլն, այսքան շատ լավ տոկոս է։ Իսկապես լավ տոկոս է, ես տպավորված եմ։ Սա մեր դիտումների engagement rate-ն է։ Դիտումների, թե follower-ների Այսինքն follower-ներից բացի 558%-ով այս viral այս edge-ի համար այս հրապարակումը, այսպես ասած, վիրուսային կոնտենտ է ստացվել, էլի, շատ լավ հրապարակում է։ Մի խոսքով, հիմա սենց ինքս համ նայում եմ, համ մեկնաբանում եմ, որպեսզի դուք պատկերացնեք ինչն է լավ ցուցանիշ, ինչը չէ, այս edge-ի համար այս հոլովակը շատ լավ ցուցանիշներ ունի, տեսնում ենք, որ 78,000 դիտում է ունեցել եւ այլն։ Հա, եթե այդպես չլիներ, այսքան լավ ցուցանիշներ չէր լինի։ Ես նայեք չեմ ճանաչում, բայց թվերով արդեն հասկացա, որ լավ բլոգեր է։ Մի խոսքով, ինչի համար է այս գործիքը առհասարակ մեզ պետք լինելու, հա, հատկապես այն մարդկանց համար, ովքեր իրենք պետք է կոնտենտ ստեղծեն, շատ չի խանգարի մի հատ մտնել, տեսնել, թե իրենց ոլորտում ինչ է կատարվում, ինչ ցուցանիշներ են եւ այլն, ու այդ լավ գաղափարները վերցնել ու ադապտացնել, չեմ ասում copy-paste անել, բայց լավ գաղափարները վերցնել եւ ադապտացնել ձեր բիզնեսին։ Մի խոսքով, օրինակ, եթե ինչ-որ մեկ ուզես աղջկան դիմի, ես կասեմ, որ
Եթե վճարի դիմաց օքեյ լինի, հանգիստ կարող է դիմել, այսինքն տեսնում ենք, որ լավ բլոգ է, հա, վարում։ Այս մասով ենք ցուցանիշները տեսնում ամեն վիդեոյի համար ու կարող ենք տեսնել այս աջ հատվածում մենք ունենք ընդհանուր ցուցանիշներ, թե ինչքան մեծ մարդը հետևորդ ունի, այս ինչներ, ինչքան հրապարակում է արել այս 31 օրվա ընթացքում, ընդհանուր այս թվերը տեսնում ենք, ընդհանուր edge-ի ER-ը 5% է, էլի բավականին լավ է, 114%, այսինքն իր պատվիսչիկներից շատ ավելի մարդ է տեսնում, էլի։ Եթե ստե ինչ-որ եթե այս ինֆոները տեսնում ենք բլոգերներից մեջ ինչ ինֆո ուզենք, ցանկալի կլինի իրենց նախկին հաճախորդների, հա, ցուցանիշները որպես գովազդային ուզեք, օրինակ YouTube-ում շատ ընդունված է հղումներ տալ եւ այդ հղումներով որպեսզի մարդիկ անցնեն ինչ-որ տեղ, օրինակ Instagram-ի էջ կամ Telegram-ի էջ, ու հենց այդ մարդուց հարցնեք, թե ինչ ցուցանիշներ են ձեր գովազդներն ունենում, այսինքն մենք այստեղ տեսնում ենք հիմնականում edge-ի ընդհանուր պատկերը, բայց գովազդի արդյունքները մենք չենք տեսնում։ Այսինքն պետք է ինֆլուենսերներից ուզեք իրենց արժեքները, թե որքանով են աշխատում, այստեղ բնականաբար դա չենք տեսնում, ու կոնկրետ գովազդների արդյունավետությունը ուզեք։ Այս ցուցանիշները ինչի համար է, որ դուք նայեք ու միանգամից նես մարդկանց դիմեք, որ արդեն իսկ օքեյ կլինի, հա, դիմելը, այսինքն հենց անկապ էջերի չդիմեք, կոպիտ ասած։ Լավ, այսինքն մենք այստեղ ունենք հնարավորություն գտնելու կոնկրետ հղումներով, կոնկրետ էջերի, կոնկրետ բլոգերի էջեր, հա, իմիջայլուց այստեղ նաև աչոտ կարող ենք ներբեռնել։ Excel ֆայլի տեսքով հիմա չեմ անում, բայց իմացեք, որ դրա հնարավորությունը եւս, հա, ունենք։ Մյուսը, որ ես ուզում եմ այսօր ցույց տալ, դա VidIQ-ն է։ Ինքը расширение է։ Մի խոսքով VidIQ-ն դա YouTube-ի համար է։ Մենք ինչ ենք կարողանում անենք իրանով, օրինակ, կոնկրետ ինչ-որ բան ենք ման գալիս, հա, ինչ-որ ոլորտ է, ինչ-որ բանալի բառով այստեղ ման ենք գալիս, օրինակ travel in Armenia ու տարբեր լեզուներով, մենք ինչ ենք այստեղ տեսնում, նախ օրինակ, եթե մենք ուզում ենք այս թեմայով հոլովակ նկարել, նախորդ կարող ենք թեման այսպես գրել, այս կոչվում է ключевой запрос կամ բանալի հարցում, բանալի բառեր, keywords անգլերեն, նախորդ կարող ենք հասկանալ ինչքանով իմաստ ունի այս սրա մեջ մտնելը, օրինակ եթե կոնկուրենցիան պակաս է, իսկ այս поисковый запрос-ը մեծ, այդ նշանակում է, որ մենք անենք մեր վիդեոն լավ կտարածի։ Հիմա կոնկրետ travel in Armenian այս երկուսն էլ գազարագույնի մեջ է գտնվում, այսինքն միջին կոնկուրենցիա է, միջին մրցակցությունը, միջին հարցումների քանակը, ինքը ոչ շատ trend-ային հարցում է, ոչ էլ նես չի, որ ոչ մեկի հետաքրքիր չի։ Այսինքն այս մասով, այս հատվածով մենք ուղղակի հասկանում ենք ինչքանով ակտուալ թեմա է, ինչքանով է մրցակցությունը շատ կամ քիչ եւ այլն։ Մենք տեսնում ենք, թե ըստ այս հարցման ամենաշատ կոնկրետ հենց այս հարցման, էլի, ոչ թե առհասարակ ոլորտի։ Հիմա որ օրինակ ստե գրեմ Արմենիա, թվերը լրիվ փոխվելու են, որովհետև Արմենիան արդեն մի քիչ չէ, շատ ավելի լայն հասկացություն է ստացել, տեսեք, համարյա նույն թվերն են։ Նայեք, օրինակ, երբ որ մենակ Արմենիա գրեցինք, արդեն դառավ համարյա 9 միլիոն, այսինքն ամենաշատ դիտում ունեցած հոլովակը Արմենիա բառը որտեղ որ կա, դա համարյա 7 միլիոն դիտումն է։ Միջինը դա 770,000 ընդհանուր այդ էջերը, որոնք հրապարակել են Հայաստանի մասին, Արմենիա հենց ձևով 316 պատվիսչիկ ունեն, այսինքն հետևորդ եւ այլն։ Միջին տարիքը ում հետաքրքիր է թեման 55 տարեկան է, վերնագրերի մեջ 15 անգամ է նշվել, ապիսանյայի մեջ չունեմ խիստը զրույ է տալիս, ու լավագույն ավտորը, այսինքն լավագույն ալիքը այս թեմայով մենք արդեն միանգամից տեսնում ենք, որ ինչ-որ Լյուկ Մարցին կա, որ Հայաստանի մասին նյութ է հրապարակել,
ու ամենա 1.56 միլիոն հետևորդ ունեցող ալիք է, հա, այս մարդու ալիքը։ Այսինքն այս հատվածում մենք տեսնում ենք ընդհանուր ինչ-որ ինֆորմացիա, այս բանալի հարցման մասին։ Ու կարող ենք միանգամից նաև տեսնել ինչու ոչ մեր մրցակիցներին առանձնացնել ու կարող ենք կոնկրետ մեր էջերի մասին կարող ենք ինֆորմացիա վերցնել, կարող ենք ալիքի մասին ինֆորմացիա վերցնել ու կոնկրետ հոլովակների։ Օրինակ հիմա ստե Եվա Զաբեկ ինչ որ sense ալիք կա, որտեղ Հայաստանի մասին ինչ որ վիդեո է հրապարակվել։ Կարող ենք մտնել ու այս ալիքի մասին ընդհանուր ինֆորմացիան գտնենք։ Օրինակ մրցակիցների, ովքեր YouTube ունեն, կարող եք մտնել այստեղ տենց ընդհանուր թվերը տեսնել։ Կատեգորիան, ինչ ռեյտինգ, չգիտեմ, այս ռեյտինգը ճիշտ ասած կոնկրետ ինչ է նշանակում, ընդհանուր դիտումները, այս խոսքը գնում է կոնկրետ ինչ-որ ժամանակահատվածի մասին, էլի, ոչ թե առհասարակ, այսինքն կոնկրետ այս ժամանակահատվածում հունվարի 19-ից 1 ամսվա մեջ այս ալիքը ունեցել է համարյա 2 միլիոն դիտում, համարյա 10,000 պատվիսչիկ է ավելացել ու ընդամենը 3 վիդեոյով։ Այսինքն այստեղ պատվիսչիկը շատ հարաբերական է, որովհետև YouTube-ի առավելություններից մեկն է նա, որ դու կարող է 5 տարի առաջվա վիդեոն ինքը անդադ շարունակի քեզ համ follower բերի, համ շարունակի դիտում բերի, հա, շատ հարաբերական է։ YouTube-ը հենց դրանով եմ ես սիրում, որ ես ասում եմ, սա երկարաժամկետ ներդրում է, ի տարբերություն օրինակ ռիլերի, որ իրենց կյանքը շատ կարճ է։ YouTube-ի այս վիդեոները շատ երկար կարող են, հատկապես երկար ֆորմատով վիդեոները շատ երկար կարող են արդյունք տալ բիզնեսին, երբեմն լինում է, որ մեկ էջում մեկ նման վիդեո կարող է լինել, որ ստաբիլ երկար տարիներ շարունակել, օրինակ վաճառքներ ապահովել։ Մի խոսքով, այստեղ մենք տեսանք ընդհանուր էջի ցուցանիշները ու կարող ենք մտնել վիդեո ու տեսնել կոնկրետ այդ վիդեոյի ցուցանիշները։ Մեկ վայրկյան։ Հա, այստեղ նաև միանգամից նշել եմ, որ բանալի բառերը, այստեղ մարդ կա, որ առհասարակ YouTube-ում երբևէ վիդեո է հրապարակել, մի հատ պլյուս դրեք հասկանամ, էլի, ինչքանով եք տեղյակ, որ այստեղ ասում եմ բանալի բառեր հասկանում եք, ինչ նկատի ունեմ օրինակ, sense լրիվ ուրիշ աշխարհ է հիմա։ Հա, մի խոսքով, այստեղ մենք կարող ենք տեսնել, թե այս հոլովակի մեջ ինչ բանալի բառեր են օգտագործվել ու օրինակ, եթե ես ուզում եմ մի հատ անգլիալեզու հոլովակ նկարել ու տեղադրել YouTube-ում, միանգամից կարող եմ մտնել ամենահաջողված էջերի այս բանալի բառերը կոպի անել ու ինձ մոտ եւս կիրառել։ Իհարկե մեր ուղեղը պետք չի, հա, այսպես ասած անջատենք, պետք է ամեն դեպքում վերլուծենք, հասկանանք, թե ինչքանով է մեզ օքեյ այդ բանալի բառը թողել, ինչքանով ոչ, բայց շատ լավ մեթոդ է արագ հավաքելու այդ բանալի բառերը։ Այստեղ բոլոր հոլովակների տակ մենք կարողանում ենք տեսնել։ Նայեք, այստեղ отображать теги под видео, այստեղ կարող ենք անջատել ու չտեսնել։ Լավ, անջատեցինք, չենք տեսնում, ասացինք, տեսնում ենք։ Մի խոսքով կարող ենք ուղղակի sense վերցնել ու copy paste անել։ Հիմա եկեք մի հատ մտնենք այս վիդեոն ու տեսնենք, թե վիդեոն ինչ արդյունքներ է տալիս։ Ես իրականում այս գործիքների մասին SMM Express դասի ժամանակ ասել էի, բայց այսքան մանրամասն իրենց մեջ չէի խորացել, այնպես որ ունիկալ հիմա դաս եք մասնակցում, ուրիշ ոչ մի տեղ այսքան չեմ խորացել իրականում։ Մի խոսքով, հիմա մտանք այս հոլովակը ու տեսնում ենք, թե ինքը ինչ արդյունքներ ունի։ Տեսնում ենք, որ այս հոլովակի համար 29% է ER-ը, այսինքն engagement rate-ը։ Տեսնում ենք, թե ընդհանուր էջի ունի կամ կապ ունի վիդեոյի արդյունավետության տարածման հետ։ Ճիշտն ասած, ես չեմ ուսումնասիրել այդ հարցը։
չեմ կարա ասեմ, բայց ենթադրում եմ կարա կապ ունենա, այսինքն մի հատ upload անելուց առաջ երևի իմաստ ունի ֆայլի անունը, օրինակ վերնագրի անունն ու ֆայլի անունը նույնը լինեն, համընկնեն։ Չեմ կարա ասեմ հստակ, անկեղծ չեմ, ինչ որ ես ինքս թեստեր չեմ արել այդ առումով, բայց կարող է դա տրամաբանություն լինի իրականում։ Պետքա մի հատ ուսումնասիրել, չեմ կարա ասեմ։ Просмотры час. Այստեղ այլ ինֆորմացիա կա, չի բերեմ, էսա։ Էսա։ Այստեղ պետք է ասենք, որ բանն էր ավելի ինֆորմացիա բերել։ Ընդհանուր տեսնում ենք, թե ինչ դինամիկայով ահա դիտումները աճել, օրերի քանակով կարող եք հստակ նայել ամբողջ ժամանակահատվածում, վերջին 24 ժամը, մի խոսքով էս ամեն ինչը։ Այստեղ մեր obzorն է, այս դանդաղ, տեսնում ենք, որ այս ալիքը 12 տարեկան է, ընդհանուր 259 վիդեո հրապարակվել, այսքան բան ունի, ինչ անունը, subscriber, պատպիսչիկ, follower, ու այսքան դիտում ունի, այսքան 178 միլիոն ընդհանուր այս էջը դիտում ունի, բավականին հաջող ալիքա։ Ինչպես նշեցի, այստեղ նաև AI գործիք կա, որ կարող ենք ինչ-որ տարբեր հարցեր տալ, կարող ենք մեր անձնական էջի հետ կապված AI-ին հարցնել, թե ինչ կարող ենք անել, որ ավելի շատ հետևորդներ ունենանք, կամ ինձ տուր 3 գաղափար այստեղ օրինակներ ա տված, ինչ անեմ իմ ալիքի համար, summarize this video, ընդհանուր ասա, թե այս վիդեոն իրենց ինչ ա ներկայացնում, հուքերը, analyze the hook, այդ հուքերը դրանք գրուկա ռուսերեն, հա, կոչվում, այսինքն ինչ ա օգտագործված այս վիդեոյի մեջ, ինչ հնարքներ, որոնք դրթել են նրան, որ այս վիդեոն դառնա հաջողված վիդեո, այսինքն տարածվի, վիրալ լինի եւ այլն։ Հուքերը դրանք են, այսպես ասած, ինչ ֆիշկաներ ա օգտագործվել, էլի, իսկ կներեք, սենց եմ խոսում, բայց որ մաքսիմում հասկանալի լինի։ Personal connection, I think an creator starts with a greeting in Armenian, which immediately established a connection with the audience. Մի խոսքով, այստեղ հիմա ինքը վերլուծել է AI-ը ու ուզում ասի, թե ինչի հաշվին է այս վիդեոն լավ աշխատել։ Մեկ ասում է, որ այս մարդը անձնական ինչ-որ կոնտակտի մեջ է դուրս եկել, հայերենով է բարևել ու միգուցե դա եղել է հուքերից մեկը, որը ստիպել է լավ աշխատի վիդեոն։ Պարզ նպատակ, այսինքն իր նպատակը այս վիդեոյի ճիշտ է արտահայտել, ինչ որ մեր հարևաններին է նշել, այսինքն ինչ որ անսպասելի նյութով է կիսվել, որը հավանաբար հետաքրքրություն է, հա, առաջ Okay, այսինքն հիմա մենք եթե անգլերեն չգիտեք, ուղղակի կարող եք copy անել ու ուսումնասիրել, հա, ու իրականում ովքեր որ ցանկանում են content creation-ով զբաղվել, շատ օգտակար կլինի, օրինակ մի քանի օր ակտիվ այս բոլոր գործիքներով մտնել ու էջերը ուսումնասիրեք, օրինակ ես հուքերը, թե ինչ հուքեր են հաջողված վիդեոների մեջ օգտագործված, որոնք իրենք դարձրել են հոլովակը հաջողված, կամ ինչ բանալի բառեր են օգտագործվել, կամ վերնագրերը ինչ ձևով են, հա, կառուցվել, այդ ամեն ինչը, երբ որ դուք ուսումնասիրեք, ու ցանկալի հենց հաջողված օրինակներ ուսումնասիրեք, էլի, ձեր աչքը կսովորի ու արդեն շատ ավելի դուք էլ հետագայում ճիշտ կկողնորոշվեք ու կհասկանաք, թե ինչ է պետք անել, որպեսզի օրինակ հոլովակները լավ տարածվեն, ինչ եմ այսքան հոլովակների մասին խոսում, որովհետև այս պահին իսկապես մի քանի տարի շարունակ ու հիմա էլ շարունակվում են հոլովակները, ռիլերը, շորցերը եւ այլն դինել լիդեր։ Այսինքն համոզված եմ այստեղ ներկաներից շատերն էլ, հա, հիմնականում սիրում են այդ հոլովակներ նայելը, ցավոք սրտի, թե ոչ ցավոք սրտի, չգիտեմ, մարդիկ հիմա արագ կոնտենտ են սկսել, շարունակում են սպառել ու շեշտը հենց դրա վրա է պետք է դնել ու հենց այս կոնտենտն էլ աշխատեք ուսումնասիրել։ Լավ կդնդղեք ձեր ոլորտը, բանալի բառերը, կհասկանաք, թե
ինչն է լավ աշխատում, ինչը չի լավ աշխատում, հատկապես հիմա այս AI գործիքները տեսնում եք, էլի, այն որ կոպիտ ասած դու պետք է նստես ինքդ, բայց ցանկալի է դուք էլ նստեք, մտածեք, թե ինչի հաշվին է վիդեոները լավ աշխատել, արդեն պատրաստի սենց սկուտերի վրա մեզ տալիս են, որպեսզի մենք պատկերացնենք, թե հետո ինչ անենք, որ էլի լավ աշխատի։ Մի խոսքով, էսի վիդայքուն, իր հնարավորությունները ես ամբողջությամբ հիմա չբացեցի, որովհետև որ խորանակ վճարովի տարբերակներ էլ հա կա, որ էլի օրինակ ձեզ կարող է ձեր ուզած թեմայով մեյլի notification-ներ ուղարկել, եթե օրինակ ձեր ոլորտում ինչ որ թրենդային վիդեոներ են գնում, VidIQ-ի վճարովի տարբերակով, մի խոսքով լավ բան է VidIQ-ն, մտեք ավելի շատ ուսումնասիրեք հիմա ինչքան շատ խոսակ, այդքան շատ ենք խոսալու, այստեղ AI-ի հետ հատկապես կարելի է բավականին երկար շփվել ու հարց ու փորձ անել այդ վիդեոյի հետ կապված, թե ինչ անեմ, ինչ ինձ միտք տուր կամ էլ ինչ ոնց վերնագիրը գրեմ, որ լավ լինի եւ այլն։ Կրկին անգամ, հա, պետք է ձեր աչքը սովորի, որ դուք էլ հասկանաք AI լավ բան է ասում, թե չէ։ Դե ինչ ընկերներ, հուսով եմ ձեզ դուր եկավ բաց դասը եւ օգտակար էր, եւս մեկ անգամ հիշեցնեմ SMM Basics-ի մասին, որ այն մեկնարկվում է մարտի 17-ին եւ կսպասեմ սիրով ձեր հայտերին, եւս մեկ անգամ կրկնեմ, որ տեղերը սահմանափակ են եւ մինչեւ մարտի 14-ն է գործում 30% զեղչում։